մեր հասարակության նշանակալի մասը ընտրությունը կատարում է անձանցով։ Մինչև հիմա այդպես է եղել եւ հիմա էլ անձանց հավանում են կամ չեն հավանում։ Ինչ ենք ուզում մենք ավելացնել դրան, որ ընտրությունը նաեւ կատարվի ծրագրերով, ծրագրի մասին խոսվի, որ հետո մարդիկ էլ պահանջեն։ Սա է մեր նպատակը, առաջինը 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես մարզերում։ Մարզեր կատարած մեր բազմաթիվ այցելությունները ապացուցեցին վիճակագրական այն հաստատումը մարզերում աշխատանք չկա։ Գիտեմ, որ վերջի 2 տարվա ընթացքում ձեր հարկերը 2 անգամ ավելացվել են։ Իսկ ձեզ պետության կողմից տրվող աջակցությունը 2 անգամ ավելացել է։ Պետությունից ինչ որ բան ստանում եք, բացի հարկայինի ջղային դեմքից։ Ոչ մի նոր որակական փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ է դա բերել մեր երկրի։ Ուրեմն մի տարվա ընթացքում 3000 ընկերություն է փակվել։ Պատկերացրեք, միջինում ամեն ընկերությունում 3 հոգի է աշխատում։ Այսինքն մի տարվա ընթացքում մենք կորցրել ենք փոքր բիզնեսում մոտ 9000 աշխատատեղ։ Իսկ ապակայում ինչա կանխատեսվում։ Դուք եթե ուզենաք բիզնես անեք Հայաստանում, ձեռներությամբ զբաղվեք, ունենալու եք 2 լավ լուր։ Առաջինը հարկ չեք տալու, երկրորդը հարկայինին չեք տեսնելու։ Գյուղացին պետք է չմտածի վաճառելու մասին։ Տարվա սկզբից գյուղացիներին հնարավորություն է տրվելու մթերման կայանի հետ պայմանագիր կնքել գնով եւ մոռանալ ամեն ինչի մասին։ Իր միակ նպատակը պետք է լինի ապրանք ստանալը։ Սա հեղափոխական փոփոխություն է բերելու մեր բոլոր համայնքներում։ Վերջապես գյուղատնտեսությունը լինելու է կանխատեսելի եւ շահութաբեր։ Մի բան էլ կուզեի ավելացնել, ինչքան մենք մոտենանք նախընտրական process-ներին, այնքան հարցակումները ավելի վատ են լինելու։ Իհարկե, ես այս վերջի 2 օրվա դեպքերի հետ եմ ասում, իհարկե մենք էլ պետք է առիթ տանք, որ հարցակումներ լինեն, բայց հարցակումները ավելի շատ, ավելի տհաճ, ավելի գրեհ են լինելու։ Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ, փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր այս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք, որտեղ հասկանում ենք, որ չկա ուրիշ այլ ընտրանք, որտեղ հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի։